լվացքի մեքենայի պլատային մոտեցրել վերանորոգման համար, տեղում արդեն դիագնոստիկա արեց է մեքենան, միջև պլատա հոսանք էր մտնում, բայց լվացքի մեքենան չէր միանում։ Լվացքի մեքենան, ինչպես գիտենք, արդեն նորերը միջև 3 տարի հազիվ աշխատում, այսինքն ունեցել ենք աշխատանք 6 ամսեկան 1, 1.5, 2 ու վերանորոգումը ավելի թանկ արժանանում, պլատեն է հիմնականում փչանում, եկե պատճառնիկի հետ կապված խնդիր ենք ունենում։ Հիմա մենք միասին մի հատ պլատան դիագնոստիկա կանենք, հասկանանք ինչ որ հոսանքի տատանումի պատճառով ինչ որ լոկպիտենեի հետ կապված խնդիր ունենք, թե չէ։ Եթե չունենք, արդեն բարդ վերանորոգում է մեզ սպասվում, կամ բռացուցրի հետ կապված խնդիր ենք ունենալու, կամ ծրագրային։ Եվ ասեմ, որ ինդեզիտը չափազանց շատ է ծրագրային հետ կապված խնդիրներ տալի։ Հիմնականում ինքը չի միանում, միացման կոճակը սեղմելուց 10-15 րոպե հետո, եթե էկրան չունի, լույսերն է սկսում մարգը տանելը, եթե էկրան ունի, գրում է F12։ F12-ը նշանակում է, որ հիմնական պլատան եւ ինդիկացիան, այսինքն էկրանը իրար չեն խոսում։ Հիմա մի հատ կնայենք, մեզի հիմա պետք է պիտանյա մոդուլ 220 վոլտ, պետք է հասկանանք որտեղ 220 վոլտը միացնենք, ինչպես տեսնում ենք, ստեղ 8-րդը, այսինքն սա, հեսա 220-ը ցուցադրեմ 8-րդ վոլտին պետք է միացնենք։ Ահա մի հատ միացնենք։ Իրեն այսպես լամպշկով ենք միացնում, որ հանգարց, եթե ինչ-որ խնդիր ունենանք, պլատի հետ կապված խնդիր չտա լամպշկիքը, դա վերաբերում է միայն, այսինքն մենք բաժանում ենք այստեղ երկու մասի պլատան, այսքան հատվածը մեր բարձր հոսանքով աշխատում, այսինքն 220, այսքանից հետո, այսքան հատվածը մեր, այսպես բաժանում ենք իրան, ինքը աշխատում է 12.5 վոլտով։ Հիմա եթե այստեղ ես կարոտքի տամ կամ ինչ-որ մի հատ այստեղ խնդիր տամ, կարա դիոդը խնդիր ունենա, որպեսզի ծուխ կամ պայթուն չլինի, այս տարբերակով ենք միացնում, միացնելուց հետո ինձ հիմա պետք է ստուգեմ 12.5 վոլտը, եթե կա, դա արդեն կոպիտ ասած լավ չի, բարդ վերանորոգում է մեզ սպասվելու։ Ինչպես տեսնում եք 5 վոլտը ունենք, լավ, 12-ը, 7 վոլտներ ունենք, հիմա 12 վոլտն ենք